Եթե դու էլ ես նկատել, որ նիհարելու ընթացքում կշիռդ մի պահ կանգ է առել, ապա ամենայն հավանականությամբ այս 3 սխալներից մեկը դու էլ ես անում։ Առաջին՝ ամեն օր կշռվելը։ Այսօր 200 գրամ բարձրացավ, վաղը իջավ, սկսում ես նյարդայնանալ ու դադարեցնել։ Քաշն ամեն օր տատանվում է ջրից, հորմոններից, նույնիսկ քնի պակասից։ Մի չափիր ամեն օր, չափիր շաբաթական 1 կամ 2 անգամ։ Երկրորդ՝ շատ քիչ ուտելը։ Մարդիկ մտածում են՝ քիչ ուտեմ, արագ նիհարեմ, բայց մարմինը մտնում է սովի ռեժիմի։ Դանդաղեցնում է նյութափոխանակությունը, արդյունքում ոչ միայն չես նիհարում, այլ նույնիսկ հետ ես հավաքում կորցրած կշիռը։ Երրորդ՝ միայն դիետա առանց շարժման։ Եթե մկան չկա, ճարպի այրում չի լինում։ Շարժումը արագացնում է նյութափոխանակությունը, ամրացնում մարմինը եւ օգնում, որ կշիռը հետագայում չվերադառնա։ Լուծումը շատ պարզ է՝ ճիշտ սնունդ, ֆիզիկական ակտիվություն, կարգավորված ծրագիր։ Եթե ուզում ես նիհարել առանց այս սխալների եւ ունենալ իրական արդյունք, ես քեզ կօգնեմ ճիշտ ճանապարհով սկսել։